Լույս արևելքում միսիոներական միությունը ներկայացնում է Չարլզ Սպերջեն Դու իմ ծառան ես, ես քեզ ընտրել եմ Եսայի 41:9 Եթե մենք Աստծո շնորհքն ընդունել ենք մեր սրտերի մեջ, ապա դրա ներգործությամբ պետք է որ Աստծո ծառաներ դարձած լինենք Մենք գուցե անհավատարիմ ծառաներ ենք և անշուշտ նաև անպիտան ենք, բայց այդուհանդերձ օրհնյալ լինի նրա անունը, մենք նրա ծառաներն ենք, կրում ենք նրա սպասազգեստները, կերակրվում ենք նրա սեղանից և ենթարկվում ենք նրա հրամաններին։ Մի ժամանակ մենք մեղքին էինք ծառայում, սակայն նա, ով մեզ ազատ է արձակել, իր ընտանիք է վերցրել մեզ և սովորեցրել է հնազանդվել իր կամքին։ Ճիշտ է, մենք կատարյալ կերպով չենք ծառայում մեր Տիրոջը, սակայն կծառայենք այդպես, եթե կարողանայինք։ Երբ մենք լսում ենք, թե ինչպես է Աստծո ձայնը մեզ ասում, դու իմ ծառան ես, կարող ենք Դավթի հետ պատասխանել, «Օ Տեր, ես քո ծառան եմ, ես քո ծառան եմ և քո աղախնի որդին, դու իմ կապանքներն արձակեցիր» Սաղմոս 116:16 Բայց Աստված մեզ միայն իր ծառաները չի կոչում, այլ նաև իր ընտրյալները։ Ես քեզ ընտրել եմ։ Մենք չենք առաջինը ընտրել նրան, նա է ընտրել մեզ։ Թեև հիմա մենք Աստծո ծառաներ ենք, սակայն միշտ չէ, որ այդպիսին ենք եղել։ Աստծո ինքնիշխան շնորհքն է դրա հեղինակը։ Ինքնիշխանության աչքն է մեզ առանձնացրել և անփոփոխ շնորհքի ձայնն է հայտարարել. «Քեզ հավիտենական սիրով եմ սիրել» Երեմիա 31:3 Ժամանակն ու տիեզերքը ստեղծելուց դեռ շատ առաջ Աստված իր ընտրյալների անուններն արդեն գրել էր իր սրտի վրա, նրանց նախասահմանել էր իր որդու պատկերին կերպարանակից լինելու և կարգել էր իր սիրո, շնորհքի և փառքի առատության ժառանգորդները լինելու։ Ինչ մխիթարություն կա սրա մեջ։ Միթե Տերը, որն այսքան երկար ժամանակ սիրել է մեզ, երեսից կձգի մեզ։ Նա գիտեր, թե որքան կամակոր ենք մենք, գիտեր, թե որքան չար է մեր սիրտը, բայց այնուամենայնիվ ընտրել է մեզ։ Ահ, մեր Փրկչի սերը անհաստատ ու երերուն չէ։ Նա մի կարճ ժամանակով չի հրապուրվում իր եկեղեցու գեղեցկության շողարձակումներով, իսկ հետո դուրս անում նրան իր անհավատարմության պատճառով։ Ոչ, նա ամուսնացել է նրա հետ վաղ հավիտենությունում և Տիրոջ մասին այսպես է գրված. «Ես ատում եմ ապահարզանը» Մաղաքիա 2:16 Հավիտենական ընտրությունը մեր երախտագիտությունը կապում է նրա հավատարմության հետ և ոչ ոք չի կարող իչիք դարձնել այդ կապը։